Գյումրեցի պրոֆեսիոնալ պրնսկամարտիկ Ժորա Համազարյանը վերսկսել է մարզումները եւ պատրաստվում է հերթական մենամարտին։ Ժորա Համազարյանը մինչեւ չեմպիոնական գոտին նվաճելը 6 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, տարել էր 6 հաղթանակ։ Անցկացրած մենամարտերից 5-ը գյումրեցի պրնսկամարտիկը հաղթել էր նոկաուտով։ Վերջին մենամարտում Ժորան ծնկի էր բերել արգենտինացի Պաբլո Մարտին Պարպոսային եւ 10 ռաունդանոց մենամարտի իրավունք էր ստացել։ Հուլիսի 2-ին Մոսկվայի Կրիլա Սովետով արենայում Ժորա Համազարյանը WBO վարկածով աշխարհի երիտասարդների թեթևկաշային կարգի չեմպիոնական գոտիի համար մենամարտել է 21-ամյա արգենտինացի Ջոնաթան Խոսե Էնիզի հետ։ Հատկանշական է, որ Էնիզի մարզիչը մարզում էր նաև Մարտին Պարբոսային։ Ասել է, թե նրանք ինչպես հարկն էին պատրաստվել 20-ամյա գյումրեցի մարզիկի հետ մենամարտին։ Նրանք լավ էին պատրաստվել, շատ բավականին լավ աշխատանքներ էին տարել, որպեսզի կարողանան հաղթել ինձ։ Նրանք արդեն ծանոթ էին իմ մենամարտին, ոնց եմ ես մարդ վարում։ Տակտիկական քայլ Արգենտինայի կողմից գիտենալով Ժորային, որ խփող է, սկսեց ոտքերի վրա խաղալ, հարձակվել, պաշտպանվել, դուրս գալ, մանևրաներ արեց, որ մենք ուղղակի այսպես մինչև 5-րդ ռաունդը զարմացած էինք, մնացել ոնց կարելի է սրան բռնել, ոնց կարելի է խփել։ Ի տարբերություն Համազարյանի, որը ընդամենը 8 ամիս է ինչ պրոֆեսիոնալ պրնսկամարտում է, Ջոնաթան Էնիզը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 19 մենամարտ, տարել էր 13 հաղթանակ, կրել էր 5 պարտություն եւ 1 մենամարտ ավարտել էր ոչ ոքի։ Իրոք մենամարտը բավականին հետաքրքիր եւ դիտարժան է ստացվել։ Հակառակորդները հենց սկզբից արագ տեմպով են գործել, մեկի հարվածին հաջորդել է մյուսի հարվածը։ Մենամարտի միջնամասում Համազարյանը տիրել է ռինգի կենտրոնին եւ փորձել է հարվածներով ճնշել հակառակորդին, սակայն Էնիզը կարողացել է պաշտպանվել եւ հակակրոհել։ Քրտնաջան աշխատանքներ էինք տարել, ես ու իմ մարզիչը Մելիք Գաբրիելյանը։ Հավասար էր գնում։ 7-րդ ռաունդում Ժորան մի քանի անգամ աճից խփեց, հարվածները հասավ նպատակին, հատկապես կողային հարվածները շատ լավ էր ստացվում եւ տագի հարվածները ծնոդին շատ լավ էր ստացվում։ Մենամարտի վերջում Համազարյանը ամբողջությամբ վերահսկել է իրավիճակն ու կոմբինացիայի ետևից է անցկացրել։ Ավարտից հետո 3 մրցավարն էլ միաձայն հաղթանակը շնորհել են գյումրեցի պրնսկամարտիկին։ 9-րդ ռաունդը երբ որ վերջացավ, 9-րդ ռաունդը եկավ Ժորանից հարցրեց. «Գեր Մելիք, ես առաջ եմ», ասի չէ, կոդին են կողմն է։ Լուրջ, ասի հա։ Տարվում ես, ես գնամ սպանեմ, ջարդեմ ու իրոք 10-րդ ռաունդը որտեղից այդքան էներգիա հավաքեց, մի կերպ Ջոնաթանը ոտքի կանգնեց։ Շատ լավ աշխատանքից հետո մենք կարողացանք հաղթահարել այդ մրցաշարը եւ հիմա կոդին պատկանում է մեզ եւ կփորձենք դա միշտ պահել մեր մոտ։ Համազարյանի այս հաջողությունն աննախադեպ էր։ Վստահ ենք, եթե այսպես շարունակվի, ապա գյումրեցի պրնսկամարտիկը մեծ ապագա կունենա։ Հապետ Հարությունյան, Խան Հովհաննիսյան, այսօր։